Մենք գիտենք Աստված իր փրկությունը պատրաստեց եւ իր փրկությունը իր որդու Հիսուս Քրիստոսի թանկագին գնով եղավ։ Քրիստոսը խաչվեց մեղավոր մարդու համար, նրա համար որոշված պատիժը իր վրա առավ, վճարեց մեղքի գինը, որ մահն էր, եւ հարությունով մեզ համար, ասենք ասած, եղավ փրկիչ, Աստծո առաջին բարոխսելու եւ մեզ ընդունելի ժողովուրդ դարձնելու համար։ Եվ գիտենք, որ առանց Քրիստոսի փրկություն չկա, առանց Քրիստոսի խաչի գործի փրկություն չկա։ Կարևոր է, շատ կարևոր է բնականաբար, որպեսզի մարդը փրկվի, ընդունի Քրիստոսին, նրա կատարած գործը իր համար անձնապես, Քրիստոսին Տեր եւ փրկիչ ընդունի, եւ Սուրբ Գիրքը ասում է, որ այո, այս է փրկության ճանապարհը, մարդը հաստատվում է փրկության մեջ։ Բայց նաեւ շատ կարևոր է մարդը իր փրկությունը հաստատ պահի։ Կարևոր է, որպեսզի մարդը իր փրկությունը չկորցնի, որտեղ թե Սուրբ Գրքից օրինակներ կան, թե անձնապես մեր կյանքում էլ տեսնում ենք, մարդիկ, ասենք ասած, շատ լուրջ ճիշտ քայլ կատարեցին, ընտրեցին Քրիստոսին, հաստատվեցին Աստծո պատրաստած փրկության մեջ, բայց հետո թողեցին, կորցրեցին։ Մարդը բնական է, պիտի լուրջ մտածի, ճանապարհ կա, ընթացք կա անցնելու, որ այդ ամբողջ ընթացքը պիտի իրոք անցնի, իր հավատքը պահի, ինչպես Պողոսը առաքյալն ասում, պատերազմս պատերազմեցի եւ հավատքս պահեցի։ Այդ դրանից հետո նոր ասում է ինձ այն փառքի, օրհնության, կյանքի պսակն է սպասում, որ Տերը կտա իրեն սիրողներին, այսինքն նրանք, ովքեր որ կանցնեն այդ պատերազմի ճանապարհը, հոգևոր պատերազմի, եւ կհաղթեն ու ասենք հավատքը իրենց կպահեն, հաղթությունը դա է հենց։ Հավատքը իրենց կպահեն, այսինքն Քրիստոսի հավատքի մեջ կմնան, նրանք էլ կփրկվեն, կմտնեն երկինք, այսինքն արդեն իրական այդ փրկության մեջ կվայելեն, կտեսնեն, այսպես կարելի ասել։ Եվ ես ուզում եմ Սաղմոս 50-ից կարդամ ձեզ համար, որտեղ մի կարևոր բան է ասում, խոսում է այդ թեմայով եւ ներկայացնում է, որ Աստված ումն է ցույց տալու իր փրկությունը, այսինքն ով կտեսնի Աստծո փրկությունը, այսինքն ով վերջնականապես կմտնի երկինք, այդ Աստծո պատրաստված փրկությունը կտեսնի եւ կապրի այդ փրկված վիճակով։ Ասափի Սաղմոսն է, 50-րդ Սաղմոսը, նախ 1-ից 6 խոսքերը պիտի կարդամ, ասում է. Աստվածների Աստվածը Եհովան խոսում է եւ կանչում է երկրին արևելքից մինչեւ արևմուտք։ Սիոնի միջից գեղեցկության կատարելությունից Աստված փայլում է։ Մեր Աստվածը կգա եւ լուրջ չի կենա։ Նրա առաջին փչացնող կրակ եւ նրա 4 կողմը սաստիկ մրիկ կա։ Նա կանչում է երկնքին վերևիցը եւ երկրից, որ իր ժողովրդին դատ է։ Ժողովեցեք ինձ մոտ իմ սուրբերին, որ ինձ հետ ուխտ դրին զոհով։ Եվ երկինքը կպատմեն նրա արդարությունը, որտեվ Աստված դատավոր է։ Ուրեմն տեսնում ենք, խոսում է, որ Աստված խոսում է Տիրոջ մասին, որ պիտի գա եւ ասում է լուրջ չի մնա, այսինքն ինչ է սա նշանակում, որ կա գալիս է խոսում է ինչի համար, գալիս է դատաստանի համար եւ պիտի լուրջ չմնա, այսինքն ամեն մեկին իր արածի համապատասխան վերաբերմունք ցույց տա։ Բայց այստեղ որ ուշադրություն եք դարձնում, հատկապես շեշտված է այս հարցում, որտեղ Աստված գիտենք, պիտի դատի բոլորին, ամենքը պիտի Քրիստոսի ատյանի առաջ կանգնեն, այստեղ խոսում է իր ժողովրդի համար, ասում է նա կանչում է երկնքին վերևից եւ երկրից, որ իր ժողովրդին դատ է։ Եվ ասում է ժողովեցեք ինձ մոտ իմ սուրբերին, որ ինձ հետ ուխտ դրին զոհով։ Խոսում է իր ժողովրդին դատելու հետ կապված։ Եվ սա, ասենք ասած, ավետարանի Աստվածաշնչի ընդհանուր ծրագրի համապատասխան է, բազմաթիվ տեղեր կան, որ այո, որ ցույց է տալիս, որ Աստծո ժողովուրդն է պիտի անցնի ատյանով, կանգնի Տիրոջ առաջին։ Ընդ որում հետաքրքիր ձև ասում Պետրոս առաքյալը իր առաջին ամակում 4-րդ գլուխ 17-18 խոսքում ասում է, չէ, որ դատաստանը սկսվելու է որտեղից, Աստծո տնից։ Այսինքն
Աստված նախ իր տունն է դատում, հետո դառնում անցնում է ամբարիշներին է դատում, այսինքն ոչ իր տունը, արդեն որ մարդիկ, որոնք Աստծո տնից չեն։ Բայց ասում է դատաստանը Աստծո տնից կսկսվի։ 17-ում ասում, 18-ում ասում է, եթե արդարը հազիվ է փրկվում, ամբարիշտը ոնց կլինի, ամբարիշտի հալը ոնց կլինի։ Տեսեք ոնց ասում, այդ դատաստանը շատ արդար ու ռեալ sense ասած լինելու է եւ արդարը ասում է, եթե հազիվ է փրկվում։ Բա այդ ամբարիշտը, որ այդքան չարություններ է արել, ինչ նրա հալը ոնց է լինելու։ Այո, ամենքս անցնելու ենք ատյանով։ Եվ այստեղ ասում է, հավատքեցեք իմ ժողովրդին, որ իմ հետ զոհով ուխտ են կապել։ Ես ասում եմ, եկել եմ, որ իմ ժողովրդին դատեմ։ Այդ դատի մեջ sense է լինելու, դատարանում դատեր որ լինում են, գիտեք, ոմանք կան, որ եթե մեղք են, մեղավոր են, ինչ որ գործ են կատարել չար, բացահայտվում է դատում են։ Բայց ոմանք էլ կա, որ ինչ են անում, բացահայտվում է, որ իրանք արդար են չեն դատում, չէ, արդարանում են։ Բայց այստեղ ամբողջ խոսքերս են, որ եմ ասում, որ խոսում է իր ժողովրդի հետ կապված, որ Տերը ասում է պետք է գա, նրա առաջին փչացնող կրակ է, նրա 4 կողմը սաստիկ մրիկ է։ Եվ ասենց ինչու է ներկայացվում Աստված ներկայանում, ասում է նա կանչում է իր ժողովրդին երկինքին վերևից եւ երկրից, որ իր ժողովրդին դատ է։ Իր ժողովրդին դատ է։ Եվ կուզեմ շարունակություն մեջ խոսք կարդամ 14-րդ խոսքից, կարելի ասել Տերը ոնց որ մինչև է տես ասում, ճիշտ է որ մարդը ինչ որ բաներ է անում, օրինակ ստեղ ասում է քո դու զոհեր ես անում, ողջակեզներ ես անում, հա, գուցե մարդը սրանով մտածի, որ ինքը Աստծո ուզածն է անում, Աստծո կամքն է կատարում, բայց ինչ է ասում, ասում եմ մի հատ մտածեք, էլի, եթե ես սոված ելնեմ, միթե քեզ պետք է ասեմ, որ ինձ օրինակ մի բան տուր ուտեմ, ասում եմ երկնքի քո երկրի վրա եղած անտառների ամեն գազանները, հազարավոր սարերի անասունները իմն են, ես եմ ստեղծել։ Իսկ այն ինչը որ դու անում ես, ես դրա կարիքը չունեմ, նես չի որ ոնց որ ասած հենց բանա, բայց ի՞նչ է Աստված որ ի՞նչն է ոնց որ ասած Տերը հավանում։ Ասում է 14-րդ խոսքից կատամ. Պատարակիր Աստծուն գոհություն եւ վճարիր բարձրալին քո ուխտերը եւ կանչիր ինձ նեղության օրումը եւ ես կազատեմ քեզ եւ դու կփառաբանես ինձ։ Տեսեք Տիրոջը հաճելին որն էր։ Պատարակիր Աստծուն գոհություն։ Այն արչարները ասում է, ողջակեզները անում ես ճիշտ է, բայց ինձ ոնց որ ասած ինձ իմ ուզածը սա է, Աստծուն պատարակ մատուցիր, բայց ի՞նչն է որպես պատարակ ստեղ ներկայացում գոհություն։ Այսինքն ճանաչել Աստծուն, գոհանալ Աստծուց, փառավորել Աստծուն սրտանց, գնահատել Աստծուն, ուրախ լինել Աստծով, երախտամոռ չլինել այդ ասենց ասած դժվարության մեջ էլ անգամ փառավորել Տիրոջը։ Ասում է պատարակիր Աստծուն եւ ինչա հետո ասում է վճարի բարձրալին քո ուխտերը։ Ուխտես կապեր զոհով, Քրիստոս զոհով, քո ուխտը դվճարի, այսինքն կատարի։ Եվ այսպիսի մարդու համար խոստում Աստված ունի։ Նա որ այս բաները անում, ասում է եւ կանչիր ինձ նեղության օրումը եւ ես կազատեմ քեզ եւ դու կփառավորես ինձ։ Այս մարդու համար ասում է քո նեղության օրումը ես անպայման կհասնելու եմ քեզ, լսելու եմ քեզ, օգնելու եմ քեզ, դու էլ ինձ էլ ավելի պիտի փառավորես։ Այս խոստումը նես չի որ բոլորի համար է, այս խոստումը հասցե ունի, ասեց բարձրալին քո գոհությունները մատուցիր, պատարակիր եւ քո ուխտերը կատարիր։ Եվ կկանչես եւ ես քեզ կլսեմ, եւ ես կօգնեմ քո նեղության դժվարության օրը անպայման քեզ ձեռք եմ մեկնել ու դու փառավորելու ես։ Օրինակ սրան հակառակ որ կկանչեն ու չի օգնի Տերը, կա տես խոսքեր։ Օրինակ սա առակած մեկը որ կարդում ենք, խոսում է Աստված, ասում է ոմանց համար ասում է այն ժամանակ դու կկանչես քո նեղության օրումը ու ներկայացում է թե ինչ տեսակ նեղություն կլինի քեզ, բայց ես չեմ լսի, քեզ չեմ պատասխանի, մի բան էլ քեզ ծաղր կանեմ, բայց ասում է ինչու, որտեվ ժամանակ կար, որ ես էի կանչում, դու արամարեցիր, անոք գտնվեցիր, ասում է այդպիսիներին իրան կործան իր անօգությունը, հիմարությունը իրան կկործան այդպիսի մարդը որ այդպիսին։
Այսինքն սա է այո, Տերը կարելի ասել խոստում է տալիս այսպիսիների համար, նրանց հետ լինել, նրանց օգնել, նրանց փրկել, ամեն դժվարությունից, ամեն նեղությունից։ Հետևաբար, եթե մարդը սենց չի կարելի ասել, թողել է իր պատարակները գողության, թողել է իր ուխտերը չի կատարում, այս մարդը չի Աստծո ձեռքը նրան չի ասնելու։ Եվ շատ չարիքներ կարան գան ու իրան տանեն։ Անգամ կանչի ու չփրկվի։ Եվ շարունակության մեջ նորից եմ ասում, հիշեք, ասում էր կանչեք իմ ժողովրդին ես ինչ եմ անում, դատ եմ անում։ Խոսում է մարդկանց մի խմբի մասին, որ հասկանում ես, որ այդ մարդիկ լավ էլ տեղյակ են Աստծո խոսքից, անգամ խոսում են, ներկայացնում են, վկայում են, պատմում են, Աստծուն գիտեին ժամանակին, բայց հետո ասում ով Աստծուն մոռացողներ, այսինքն մոռացել են հետո։ Մոռանալն էլ ոնց է երևում, որ իրանք Աստծով չեն իրանց կյանքը կառուցում։ Ոնց ուզում են, ոնց ցանկանում են, ոնց իրենց հարմար է, բայց խոսում են Աստծո մասին, պատմում են Աստծո մասին, տեսեք ինչ է ասում։ Բայց ամբարիշտին ասում է, ճիշտ է, այստեղ ասում է ամբարիշտին է ասում, բայց ունենալուց այդ ամբարիշտը կարգին Աստծո հետ կապված խոսք գիտի, բերանն առել, ժամանակին հաստատ իմացել է, հետո մոռացել, ոնց որ այստեղ ասում մոռացել է։ Քեզ ինչ որ դու իմ հրամանները պատմում ես եւ իմ ուխտը բերանտ ես սարմում։ Եվ խրատը ատում ես եւ իմ խոսքերը քո հետին կողմն ես գցում։ Տես իմ հրամանները պատմում ես, ուխտդ բերանտ ես սարում։ Տեսեք, եւ եթե գող ես տեսնում, նրա հետ ես գնում, քո բաժինը շնացողի հետ է, բերանը չարության ես տալիս եւ լեզուն նենգություն է հնարում, նստում ես եղբորը դեմ հակառակ խոսում, քո մոր որդի վրա բամփասանք ես անում, այս լրիվ ամբարիշտություններ են։ Հիմա գիտես ինչ, այն չի որ այն մարդը չես կարող ասես որ օրինակ միայն ամբարիշտ է, որ ընդհանրապես Աստծուն ոնց որ ասած չգիտի էլ, չի էլ ճանաչում, այդ գողությամբ որոշել ինչ որ մի քայլ է կատարել, չի անգամ այն հավատացյալ կոչված մարդը, որ հավատացել է, բայց ցես բաների մեջ գնացող է, այլի ամբարիշտ է, էլի։ Բարիշտ է ինքը, խաղաղ է Աստծո հետ, հակառակ է Աստծուն։ Չէ՞։ Եվ ասում է, այս բաները արիր դու եւ ես լուր կացի, կարծիր թե ես էլ քեզ նման եմ, բայց կհանդիմանեմ քեզ եւ քո աչքի առաջին կդնեմ։ Միտքը տար, արա այս ով Աստծուն մոռացողներ։ Միգուցե ես հափշտակ եմ, որ եւ ոչ ոք չլինի որ փրկե։ Գոհություն պատարակ մատուցանողները փառավորում է ինձ, եւ ով որ իր ճանապարհին զգուշանա, նրան ցույց կտամ Աստծո փրկությունը։ Այսինքն, այստեղ ներկայացրեց այսպիսի մարդու համար, որ կհամբերի Տերը, հələ ձեն չի անի, ոնց որ ասած կսպասի մինչև որ այս մարդը հասկանա ուղղվի։ Բայց ասում է դու ես տենց լուր կացա, դու էլ կարծեցիր ես էլ ոնց որ քո նման եմ, այսինքն այն ինչ որ դու ես անում, ես իմ համար ընդունելի է, ես հավանում եմ, նորմալ է, այսինքն խոսում է Աստծո մասին, պատմում է, ներկայացնում է, բայց իր կյանքով չար բաներ է անում։ Չէ, այնպես չի, այդ խոսալով, պատմելով Աստված էլ կխաբվի։ Կասի, բա խոսում է իմ մասին, պատմում է, ներկայացնում է, չէ։ Ներկայանում է հակառակ։ Աստծուն անարգող է, Աստծուն անպատվող է այս մարդը, որտեղ իրանով, ինչպես Տերը խոսքն ասում, ձեր պատճառով հեթանոսների մեջ իմ անունը ինչ արվում, հայոյվում է։ Եվ այստեղ ասում է, ինչ կանեմ, զգուշ եղի, որովհետև գուցե ես հափշտակ եմ եւ ոչ ոք չլինի փրկող։ Ու այսպեսի բան ասում, գողության պատարակ մատուցողը փառավորում է ինձ, ով որ իր ճանապարհին զգուշանա, նրան ցույց կտամ Աստծո փրկությունը։ Տեսեք ով պիտի տեսնի Աստծո փրկությունը, Աստված ումը ցույց կտակ, այսինքն նկատի ունենք հասցնելու է եւ ցույց է տալու, անսկացնելու է իր նեղություններով, դժվարություններով, այդ հավատքի ճանապարհով, այդ բանի հոգևոր պատերազմերով կանցկացնի, կհաղթել կտա եւ կհասցնի։ Պատերազմեցի, հավաքել, պահեցի, Պողոսն ասում է։ Բայց այս մարդիկ, որ սենց են անում, հավատքը թողել էին, Աստծուն մոռացել էին, չնայած Աստծո մասին խոսում էին։ Եվ ինչ է ասում, ով է նա, ով որ իր ճանապարհին իշկանի զգուշություն կանի։ Շատ կարևոր բան, որ իրոք մարդը Աստծո վախի մեջ է, Աստծո երկյուղի մեջ է, իր ընտրությունը, որ կատարել է, իր ուխտերը, որ արել է Աստծո հետ,
իրան պատասխանատու է ազգում այդ հարցում, որ ես հիմա Տիրոջն եմ, ես հիմա Աստծուն եմ եւ իր ուզածով պիտի ապրեմ։ Եվ իր բոլոր քայլերի մեջ զգուշություն անում, որ Աստծո ուզածով լինի։ Աստծո կամքով խոսա, վարվի, վերաբերվի, հավատքով ապրի, նրան ցույց կտամ իմ փրկությունը։ Իրականության մեջ այո, մենք մի հատ ուշադրություն դարձնենք, արդյոք մենք մեր բոլոր ճանապարհներում, բոլոր հարցերում զգուշություն ենք անում։ Տիրոջը գալիս հարցնում են ինչ-որ հարց, Տերը ինչ էր ասում, հարցով հարցին պատասխան էր տալիս, հարցով էր բանում, չէ, ինչ է գրված, չէ, գիրքը ինչ է ասում։ Այո, զգուշություն անել հենց սա է, ինչ է ասում իմ Տերս։ Ես իմ Տիրոջ կամքը պիտի կատարեմ, ես իմ ուխտս պիտի անեմ։ Պայման ունեմ Աստծո հետ։ Ընդունել եմ, հոժարվել եմ, որ ամեն բաներում իր կամքով լինի, ես իրանն եմ։ Երբ որ մարդը զգուշություն է անում, շնորհք է լինում նրան։ Այսինքն, օգնում է Աստված, որպեսզի զգուշացող մարդուն Աստծո կամք բացահայտվի։ Երբ որ Հռոմեացիս 12-րդ գլուխը կարդում ենք, այնտեղ ներկայացնում է պահանջ է ներկայացնում մեզանից, ասում է ձեր անձերը կենդանի զոհ, չէ, մատուցեք Աստծուն, այսինքն ապրող եք, բայց զոհի նման։ Զոհասեղանի վրա դրված Աստծո համար առանձնացած, զոհը սուրբ էր, այսինքն ինչ նշանակում, առանձնացված Աստծո համար, ուրիշ բանի համար չէ։ Հետո երբ որ ասում է եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ ձեր մտքի հոգով նորոգվեցեք, որ իմանաք որն է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Այսինքն երբ կիմանաս Աստծո կամքը, որ բարի է, հաճելի, կատարյալ է, երբ որ դու քո անձը ներկայացրել ես Աստծուն զոհ, այսինքն որոշել ես Աստծո համար ապրես, Աստված էլ քեզ չի թողնում անգետ, անհասկացող, որոշել ես ու չգիտես։ Եթե դու զգուշություն անես քո ճանապարհներին, եթե դու քո ամեն քայլերի մեջ, հարցերի մեջ մտածես, որն է Աստծո կամքը, որոշես, որ այդ կամքով պիտի վարվես, սпасես Աստծուն, անպայման Տերը, ասում է, այն ժամանակ իմանաս Աստծո կամքը, որ բարի է, ինչ է, հաճելի է եւ կատարյալ է։ Այս ժամանակ մարդը կարող ասի, որոշածել չի, կարող է այնքան որ բանը ոչ էլ մտածում է, ոչ էլ նրան կբացահայտվի։ Կամ մնացորդած բանը, երկրորդ մնացորդած 16-ին շատ հայտնի համար, հիշում եք, որ ասում է Աստծո աշկերը բոլոր երկիրն են դիտում, որ զորացնի նրանց, ում սիրտ ուղիղ է իր հետ։ Հենց ուղիղ սիրտ է այն մարդն, ով փնտրում է Աստծո ուզածը, Աստծո կամքը ուզում, Աստծո փառքն է փնտրում, Աստծո համար է ուզում լինի Քրիստոսը, ասենք, հենց այդպես էլ խոսում էր իր անձի հետ կապված։ Անգամ տեղ կար Հռոմեացիս 8-րդ գլխում 8:29-ում խոսքը այսպես էր, ասում էր, երբ որ խոսում էր իր հետ իր ուղարկողը լինելու մասին, ասում է ինձ ուղարկողը իմ հետ է, նա ինձ երբեք չի թողնի։ Ինչու՞, որովհետև ես նրա կամքն եմ կատարում եւ իր հաճելի բաներն եմ անում։ Իսկ եթե մենք ընտրել ենք նրա կամքը անելը, նրան հաճելին լինելը եւ զգուշություն ենք անում, որ հանկարծ անմտությամբ, միամտաբար, հանկարծակիկ, ինչ որ ձեով այդ սխալ բաների մեջ չտանք ուշադիր ենք, ասում եմ ես նրան ցույց կտամ իմ փրկությունը, այսինքն այդ մարդը զորանալու է։ Երկնքից Աստված դիտում է հենց այս մարդկանց, որ ուղիղ են իր հետ սիրտը։ Եվ բացահայտվել է նրան եւ Աստծո կամքը եւ կարողություն է լինելու, որ նա Աստծո կամքը կատարի։ Այդպես է։ Եվ դրա համար մենք իրոք պիտի շատ ուշադիր լինենք մեր կյանքին եւ մի հատ քննենք արդյոք այդպես է։ Գուցե լիքը բաներ կան, որ մենք ոչ էլ զգուշություն ենք անում։ Պահի տակ, ոնց ինձի հարմար է, ոնց իմ շահն է թելադրում, ոնց իմ մարդկային բնությունն է առաջնորդում։ Կռիվել կանենք են բանում Եսայի 59-րդ գլխով, 58-րդ գլխում, որ ծոմի օրվա համար ասում է Տերը, ասում է ձեր ծոմ պահած օրը ձեր ինչն եք անում, բաղձանքն են կատարում։ Այսինքն հեչ էլ զգուշություն չեք անում, այլ մարդ ծոմ եմ պահում, Աստծուն եմ աղոթք անում, նայեմ որն է Աստծո կամքը, չէ, իմ ցանկությունը առաջ եմ տանում նորից։ Ցույց եմ տալում, որ իբր թե Աստծո կամք եմ փնտրում, ծոմ եմ պահում, բայց իրականության մեջ ասում եք ձեր ցանկություններն եք կատարում։ Եվ կուզեմ հիշեցնեմ Եբրայեցիս 12-րդ գլուխ 14-րդ խոսքը շատ անգամներ ենք մենք այս խոսքին անդրադարձել, որ ասում է հետևեցեք խաղաղության ամենի հետ եւ սրբության, որ առանց նրա ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Վերջ, ամենքի հետ սրբության ու խաղաղության։ Հռոմեացիս 12-րդ գլխում ասում է
որքան ձեզանից կախված է։ Ամենքի հետ խաղաղություն արեք։ Ձեզանից կախված չափով, ոչ թե դիմացինից կախված չափով, ձեզանից կախված չափով։ Ոչ թե դիմացինը ինչպես կլինի, ըստ դրա էլ դու ուշադրություն դարձեք, Աստծո կամքը այտենց չի։ Աստված շնորհալի Աստված է, այսինքն նա շնորհ ցուցաբերող, շնորհքով վարվող, այսինքն այնպես չի, որ արժանինքներիս համապատասխան էլ վերաբերվում կա ցույց տալիս, օրինակ փրկությունը, չէ։ Փրկությունը ձրի է, անարժան ենք, շատ չար բաներ ենք արել, բայց Աստված ինքը մեծ ողորմության սիրո պատճառով մեզ նվեր է անում դա։ Չէ, շնորհ դա նշանակում է բարիք անել առանց դիմացինի արժանինքներին նայելու։ Այստեղ ասում է ամենքի հետ եղեք։ Խաղաղության մեջ, սրբության մեջ եւ շարունակության մեջ էլի հստակ ասում է առանց որի ոչ ոք Աստծուն չի տեսնի։ Այդ նույնն է, որ առանց որի Աստված չի տան, առանց դրա ոչ մեկ Աստծո փրկությունը չի տեսնի։ Աստծո փրկությունը չի տեսնի։ Եվ շատ ժամանակ մենք մեր փրկությունը կապում ենք ոչ թե Աստծո հետ է կապված, մարդկանց հետ կարծես թե։ Կռվի մեջ ենք ոմանց հետ, անախորությունների մեջ, խռովների մեջ, կամ մեր վերաբերմունքը, մեր գործը, մեր կյանքը, ասենք ասած, դասավորվում է, կառուցվում է ըստ դիմացինի։ Այդ դիմացինն է վատն է, դու պիտի օրինակի համար հա կռվի մեջ չլնես, հա անսրբության մեջ լինես, դե գնա գորի։ Բայց հետաքրքիր է, Աստված չի մեզ իր նման ուզում շնորհալի դառնանք, այսինքն մենք դիմացիներին վերաբերվենք շնորհքի հոգեբանությամբ, այսպես, այսինքն ոչ թե նրանց արժանինքներին նայենք, այլ անկախ նրանց արժանինքներին, ինչպես Աստված է։ Եվ հիշում եք, չէ՞, Մատթեոս 5-րդ գլուխը, որ ներկայացնում է, սիրեցեք ձեր թշնամիներին, աղոթք արեք ձեր, ասենք, հալածողների համար, ձեզ անիծողներին ինչ արեք, օրհնեք, որ որդին լինեք ձեր հորը, որ երկնքումն է, որ կատարյալ լինեք ինչպես ձեր հայրը, ինչ, որ երկնքումն է, չէ՞, այդպես կատարել, այսինքն կատարելությունը շնորհալի վերաբերմունքն է։ Ասում է, ինչ օգուտ, եթե ձեզ բարև տվողներին բարև տաք, այսինքն ով է ձեզ բարիք է ցանկանում, միայն նրանց բարիք անեք։ Ասում է, հեթանոսներն էլ են այդպես անում, այդ դեպքում դու հոթանոսն ինչով ես տարբերվում, եթե միայն նրան պետք է անես։ Այսինքն բարիք անողին բարիք անես, չարիք անողին չար անես։ Տարբերությունը ո՞րն է։ Ինչու է այսպես նաև Աստված նաև որ իր նման է նաև դարձնում, այլ սրա մեջ էս կա Ժորժ ջան, երբ որ նայում ես մարդը եթե շնորհքի հոգեբանությունով է վարվում, այս շնորհքի հոգեբանությունը մարդուն անկախ է դարձնում միջավայրից։ Այսինքն այդ միջավայրը ինչ կլինի, լավ կլինի, վատ կլինի, ինքը դրանից անկախ է։ Շնորհքով վարվող մարդը չի նայում լավն է թե վատն է, ինքը շնորհալի վերաբերմունք ունի։ Իր կախվածությունը մենակ Աստծուց է, մարդուց չի։ Աստված ուզում է մեզ այտենց դարձնի, որտեղ եթե վայ մեզի, եթե մենք կախվածության մեջ գտնվեցինք շրջապատից, այսինքն ոնց եղավ մեր ընկերը, գուցե մեր ընտանիքի անդամը, մեր գործընկերը կամ որևէ մեկը, որի հետ շփվում եմ, հաղորդակցում եմ, որի հետ կյանքի ինչ-որ հարցերով հարաբերվում եմ, դրանից կախված լինի ին վերաբերմունքը շատ վատ կլինի։ Այդ մարդը վատն է, դու էլ պետք է վատ վերաբերվես, տեսեք, ստեղ ասեց ամենքի հետ։ Ամենքի հետ սրբության եւ խաղաղության մեջ գտնվեք։ Հա դեմեցնդ կռիվանող է, չարն է, հարևան տա, բարեկամ տա, ընտանիքի տանտամն է, վատն է։ Այդ չի արդարացնում, որ դու էլ դառնաս օրինակի համար այդպես վարվես։ Ես դրանով կախվածության մեջ գտնվեցի դիմացինից։ Վատ եղավ, վայ ընձի, որտեվ ես էլ եմ այդպես։ Լավ է լավ, ինչ լավ է։ Այսինքն դուրս եկավ իմ փրկությունը այդ մարդուց է կախված։ Բայց շնորհքի հոգեբանության վարվողը, նորից եմ ասում, անկախ է միջավայրից, կախված է մենակ Աստծուց։ Աստված ինչ է ուզում, ես այտենց եմ անում։ Դիմացինը ինչ է անում, ոնց է անում, ինչ չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է Աստված ինչ է ուզում։ Զգուշություն անել այդ է նշանակում, ոչ թե զգուշություն անել, ասենց ասած, դե որ ինքը սենց է, ես էլ սենց պիտի անեմ, կամ արժանի ու անարժան ջոկեմ։ Համեմատություններ կատարեմ, որ ինքը սենց է, ես սենց։ Չէ, ինքը շնորհքով վարվող մարդը համեմատությունների մեջ չի եթում։ Դե ինքը սենց է արել, համեմատում է, էլի։ Ես էլ էսպես անեմ։ Չէ, ինքը ինչ արել, ինչ չի արել, ես Աստծո հետ գործ ունեմ, ես իր հետ ուխտի մեջ եմ, ես իրանն եմ, ես իր բնույթը ունեմ, որ ասում է կատարյալ լեք, ինչպես ձեր երկնային հայրն է, չէ կատարյալ,
ու դες ասեմ, խի մեզանից պիտի պահանջվի, որ խի շնորհքով չվարվեցիր։ Չի արդարացվելու մեր ոչ մի պատճառաբանությունը, որովհետև վատներ, որովհետև չէի կարա, որովհետև ինչքան կարելի է, չեմ համբերում, որովհետև գիտեք խի, որովհետև այն հոգին, որ Աստծո մեջ է, այն բնույթը, Քրիստոսի մեջ է, Աստծո մեջ է, այդ բնույթով էր, չէ՞ որ Քրիստոսը խաչի վրա ասում էր հայր ներիր սրանց, որովհետև չեն կամ։ Ինքը ոչ թե ուղղակի խոսքեր էր, որ պետք է անպայման ասեր, առանց դրա մեջ հոգի դնելու, չէ, այդ իր սրտից էր բխում, ինքը չէր ուզում այդ մարդկանց չարիքը վնասը, ներում էր ուզում, բայց այդ իր սիրո բնույթից է, ինքը այդ սրտի տերն էր, այդ բնույթի տերն է, դրա համար էլ տեց, Աստված այդ բնույթի տեր ելնելով մեզ էլ նույն բնույթն է տվել, նույն բնույթը, հիշեք, մեր բնույթը աստվածային բնույթն է, մեր մեջ եղած վերստին ծննդով ձևավորված Աստծուց ծնված բնույթը Աստծո բնույթն է, ոչ մի բանով պակաս չի, բոլորովին մեկ ենք մենք դրանով Աստծո հետ, նույնացած, նույն բնույթով, աստվածային բնություն ունեցող, սիրտ ունեցող, եթե այդ սրտի տեր ունեցող անձը Քրիստոսը կարողանում է այդ ոնց որ իր բնույթի զորությունով այդ հաղթարել ամեն տեսակ ատելությունը, չկամությունը եւ կամենալ իր անգամ սպանողների կյանքը, ներումը, ուրեմն մենք էլ կարող ենք, որտեղ այդ նույն բնույթից բխող բանը։ Դրա համար Տերը մեզանից պիտի պահանջի։ Տվել է կարողություն։ Եվ սա նորից եմ հիշեցնում, սա մի կարևոր բան է նաև, որ Աստված ուզում է, որպեսզի մենք ոչ թե մեր փրկությունը շրջապատի հետ կապված լինի, շրջապատն էլ հենց ասած մատերի վրա մեզ խաղցնի, այլ ուզում է, որպեսզի մեր փրկությունը միայն իր հետ կապված լինի։ Ինչ կանեն, ինչ չեն անի, ոնց կվարվեն, ոնց կխոսեն, ինձ համար կարևոր չի, ինձ համար կարևոր պիտի լինի Տերը ինչ է ասում։ Ահա քեզ անկախ է սարքում Աստծո շնորհքով վարվողը անկախ է դառնում իր շրջապատից, կախված է լինում մենակ Աստծուց։ Տերն էլ զորացնող է, Տերն էլ օգնող է, ինչպես տեղ ասում, նա որ զգուշություն անի իր ճանապարհներին, ես ինչ կանեմ, ցույց կտամ իրան իմ փրկությունը։ Ուրեմն Տերը մեզ օրհնի, ժողովուրդ ջան, խաղաղություն անենք ամենքի հետ, սրբության մեջ գտնվենք ամենքի հետ, մի ասեք սրա այդ հնարավոր չի։ Հնարավոր Աստված այդ բնույթը տվել է քեզ։ Եվ ասել չես բրծնի, արդարացում չկա։ Որոշում կայացնեք ձեր կյանքը կառուցել Աստծո ուզածով։ Բոլոր հարցերում, ինչը ասում օրինակ համար այս մարդը, ինչպես վերաբերվեցին ինձ իմ այս միջավայրում, գործիս տեղը, ես էլ այտենց պետք է անեմ, չէ։ Ոսկե կանոնը հիշում եք։ Չի ասում ինչպես որ մարդիկ, չէ, քեզ կանեն, նենց էլ դու արա։ Ինչպես որ կկամենայիր, չէ, քեզ անեին։ Դու ոնց կամենայիր, այդպես էլ դու արա, ոնց ոսկե կանոնով վարվենք։ Աղոթք անենք, վերջացնենք։